Երևանից եւ Բաքվից միմյանց հակասող հայտարարությունները սկսվեցին տարվա սկզբից, ակտիվացան օգոստոսին նախաստորագրված փաստաթղթերից հետո, տարվա վերջում էլ նույն պատկերն է։ Նախապայմանների լեզվով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու փորձ անող Ադրբեջանի իշխանություններին, սակայն պաշտոնական Երևանը կոշտ արձագանքելուց շարունակեց խուսափել ամբողջ տարվա ընթացքում նաեւ։ Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի իր Հանրության մեջ եւ լիովին կատարի թրիփ նախագծով ստանձնած իր պարտավորությունները։ Մեր արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարում է, թե չեն կիսում ադրբեջանական կողմի այդ պատկերացումը, սակայն միևնույն ժամանակ ձևակերպում է, որ Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթուղթը պետք է ավարտվի ստորագրմամբ եւ հետո վավերացմամբ։ Մենք չունենք երկկողմ, երկու կողմից ընդունված այդպիսի եւ դրա վրա աշխատող օրակարգ, նկատի ունեմ իրենց կողմից բարձրացվող սահմանադրության հարցը։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք ունենք մերը եւ դեռևս այստեղ համաձայնություն չունենք։ Արտաքին գերատեսչության ղեկավարի ձևակերպումից կարելի է նկատել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան կարևոր հարցեր, որոնցում կողմերը դեռ չունեն փոխըմբռնում եւ համաձայնություն։ Կամ մենք պայմանավորվում ենք, երբ եւ որտեղ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում։ Դեռ չենք պայմանավորվել։ Տեքստը մարտին համաձայնեցվեց, օգոստոսին նախաստորագրվել է, սրա վրա այլևս աշխատանք չկա անելու։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, թե Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Թրամփի ուղու շինարարությունը գործնականում կմեկնարկի 2026-ի երկրորդ կեսին։ Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է, թե իրենց տարածքում շինաշխատանքները կավարտվեն գարնանը։ Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք եւ 2026 թվականի տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն։ Հուսամ առաջիկա շաբաթներին կունենանք առաջին փաստաթուղթը։ Հաջորդ տարին լեցուն կլինի մեր միջազգային գործընկերների Հայաստան կատարելիք այցերով։ Բայրամովը տարեվերջյան ասուլիսում այսպիսի մի ձևակերպում է արել, որ Հայաստանը թրիփ նախագծով լիարժեք պետք է կատարի ստանձնած պարտավորությունները։ Սա ըստ քաղաքագիտական համայնքի նշանակում է, որ Ադրբեջանի պաշտոնական պահանջները ընդլայնվում են։ Ալիևը ոչ միայն ցանկանում է ադրբեջանական մի հատվածից տեղափոխվել Նախիջևան առանց հայկական կողմի խոչընդոտման, այլ փորձում է վերահսկել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ոչ միայն տեխնիկական, այլև իրավական եւ անվտանգային պայմանները։ Նախագահ Թրամփի վարչակազմը եկավ եւ ոչ միայն շարունակեց, այլև այդ ռազմավարական գործընկերության շրջանակներում մեր հետ կնքեց փաստաթղթեր, հուշագրեր, որոնք տեսնում ենք, որ կյանքի են կոչվում։ Մեկը խաղաղության խաչմերուկի, նաեւ թրիփ նախագծերի, այսինքն ենթակառուցվածքների վերաբերյալ, մեկ ուրիշը արհեստական բանականության կիսահաղորդիչների։ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել Հայաստանի տարածքներին տեր դառնալու արևմտյան Ադրբեջան նարատիվը։ Միջազգային մամուլն իր հերթին շարունակում է ներկայացնել բացահայտումները, որ ադրբեջանական առանձին շրջանակներին հենց Ալիևն է շարունակում ֆինանսավորել այդ խոսույթն ավելի լայնամասշտաբ դարձնելու համար։ Խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք անհրաժեշտ ճանապարհը։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մենք համարում ենք տարածքային ամբողջականության դեմ խոսույթ։ Տարին ավարտվում է, իսկ հայ հանրության համար անհայտ մնաց, թե ինչ փուլում է եւ ուր է հասել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը եւ թե հստակ ինչ աշխատանքներ իրականացրեց հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը, օրինակ փոխվարչապետ Գրիգորյանի հարավում արտահերթ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանք տանելու հայտարարությունից հետո, նաեւ հայ-ադրբեջանական կողմերի վերջին հանդիպումից հետո։ Հայտնի է, որ Գաբալայում սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են հաջորդն անցկացնել Հայաստանում։ Բայրամովը օրինակ չի բացառել, որ կայցելի Հայաստան, եթե դա ըստ նրա պահանջի Ադրբեջանի ազգային շահը, բայց երբ եւ ինչ միջոցառման շրջանակում չի հստակեցրել։ Բայրամովը սակայն բացառել է, որ Ալիևը մասնակցի Երևանում այս գարնանը անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։